Հարգելի բարեկամ, Սուրբ Երկրում միշտ բախվել են բազմաթիվ կայսրությունների շահերը, որտեղ կարևոր դեր են ունեցել նաև եկեղեցիները, եկեղեցականները։ Ուստի զարմանալի չէ, որ քրիստոնյա Երուսաղեմի պատմությունը ցավոք լի է եղել եկեղեցիների միջև հակամարտություններով և դավադրություններով։ Հաճախ հարցերը լուծվել են Օսմանյան կայսրության բարձր պաշտոնյաներին և դատավորներին կաշառելով կամ համոզելով։ Ավարտին միշտ հաղթում էր այն կողմը, ով ավելի շատ էր վճարում, կամ էլ ճիշտ մարդուն էին վճարում և այդ պահին այլևս նշանակություն չուներ, ում էր իրականում պատկանում տվյալ վանքը, սրբավայրը կամ որևէ իրավունքները։ Ուստի զարմանալի չէ, որ 7-րդ դարից մինչև մեր օրերը Սուրբ Երկրի շուրջ 80 հայոց վանքերից և եկեղեցիներից այսօր պահպանվել է մոտ 20-ը։ Իսկ այն, ինչ որ այսօր ունենք և ինչպիսի իրավունքներ ենք պահպանում Սուրբ Երկրում, ամենը դա հնարավոր է դարձել հայ հոգևորականի նվիրատվությամբ և ջանքերի շնորհիվ և հայ մեծահարուստների զոհաբերությամբ։ Ցավոք, մենք շատ բան ենք կորցրել նաև մեր իսկ ագահության, անտարբերության, իրար հետ վիճելով կռիվների պատճառներով։ Այդպիսին է պատմությունը։ Հարգելի բարեկամ, այսօր կխոսեմ պատմական մի շրջանի մասին, երբ հայոց Սուրբ Աթոռը Երուսաղեմի մեջ կանգնած էր իր ամենածանր փորձությունների առջև։ 1657 թվականին հույները կաշառելով օսմանյան պաշտոնյաներին մայիսի 17-ին հոգեգալուստի տոնի օրը բռնազավթեցին Սրբոց Հակոբյաց վանքը։ Հայ միաբաններին արտոնվեց ապրել միայն հյուսիսային բաժնի մեջ, արգելով մուտքն ու ելքը գլխավոր դռնից։ 1 տարի և 6 ամիս շարունակ հայերը զրկված էին իրենց գլխավոր վանքից։ Նշեմ, որ տեղի ունեցած իրադարձությունները անհրաժեշտ է դիտարկել այն ժամանակների քաղաքական իրավիճակի լույսի ներքո, որը ազդեց իշխանների կայացրած որոշումների վրա։ Այսօր էլ հայ Երուսաղեմը կանգնած է ժամանակակից աշխարհի ոչ պակաս լուրջ մարտահրավերների առաջ, ուստի կարևոր է ճանաչել մեր պատմությունը և անել համապատասխան եզրակացություններ։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ։ 1645 թվականին Սուրբ Գրիգոր Պարոնտեր պատրիարքը ննջեց ի Քրիստոս և իր կտակի համաձայն պատրիարք ընտրվեց Աստվածատուր եպիսկոպոսը, որը շարունակեց իր նախորդի ձեռնարկած գործերը։ 3 տարի անց 1648 թվականին Օսմանյան կայսրությունում Սուլթան Իբրահիմ I-ը գանկեց արվեց և բանտարկվեց։ Դրանից անմիջապես հետո նրա 7-ամյա որդին Մեհմեդ IV-ը հռչակվեց նոր սուլթան։ Մի քանի օր անց Իբրահիմ Սուլթանին մահապատժի ենթարկվեց։ Բնականաբար 7 տարեկան մի տղա չէր կարող կառավարել այդպիսի հսկայական մի պետություն և այդ պատճառով նրա խնամակալը դարձավ նրա տատը, հայտնի Քյոսեմ Սուլթանը, որը շուրջ 40 տարի մեծ ազդեցություն էր ունեցել կայսրության քաղաքական կյանքի վրա։ Մեհմեդ IV-ի առաջին տարիները անցնում էին Քյոսեմ Սուլթանի և իր մոր Թուրխան Խաթիջե Սուլթանի միջև պայքարի պայմաններում։ Պալատական խարդավանքների և իշխանական հմուտ կառավարման շնորհիվ հարսը վերջապես հաղթում է իր սկեսրոջը, ինչն էլ ողբերգական հետևանք է ունենում վերջինիս համար։ 1651 թվականին Քյոսեմ Սուլթանը ձերբակալվում է և խեղդամահ է արվում Թուրխան Խաթիջե Սուլթանի կողմնակիցների կողմից։ Դրանով Թուրխան Սուլթանը դառնում է փոքրիկ սուլթանի նոր խնամակալը։ Հետաքրքրական է, որ թե տատիկի և թե մոր խնամակալության ժամանակ պետության գործերում լիակատար անկարգություններ էին տիրում։ Վեզիրները ձեռնոցի պես փոխվում էին մեկը մյուսով և ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կյանքում քաոս էր տիրում։ Նույն այդ 1651 թվականին Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոս Փիլիպոսը կարևոր գործերով պետք էր որ այցելեր Կոնստանդնուպոլիսը։ Սակայն ճանապարհին նա նախ այցելում է Երուսաղեմը։
Հայերի շրջանում եւ ոչ միայն նրանց մեջ նրա անունը հայտնի էր որպես աստվածավաղ, հրաշագործ ու սուրբ մի մարդ։ Նրան ուղեկցում էին բազմաթիվ հոգևորականներ, եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ եւ ուխտավորներ, որոնց թիվը գնալով ավելանում էր, երբ պատվիրակությունը անցնում էր քաղաքներով ու գյուղերով։ Իսկ Կոստանդնուպոլսի եւ այլ վայրերի շատ նշանավոր հայեր, լսելով, որ նա արդեն Երուսաղեմում է, շտապում են գալ նրա մոտ։ Փիլիպոս կաթողիկոսին Երուսաղեմում հայոց վանքում այցելում են հույն պատրիարքը, ֆրանչեսկանների առաջնորդը եւ քաղաքի կառավարիչը։ Այդ օրերին Երուսաղեմ է գալիս նաեւ Սիսի Ներսես կաթողիկոսը։ Նշենք, որ այն ժամանակ երկու աթոռների միջև տարակարծություններ գոյություն ունեին, այդ պատճառով էլ Երուսաղեմում գումարվում է մի ժողով, որտեղ ընդունվում են 13 կանոններ բոլոր տարաձայնությունները կարգավորելու նպատակով։ Այնուհետև Փիլիպոս կաթողիկոսի խորհրդով եւ դրամական աջակցությամբ Աստվածատուր Պատրիարքը նույն տարում ձեռնարմուխ է լինում Սրբոց Հակոբյանց տաճարի նորոգությանը։ Աշխատանքը վստահում են Դամասկոսի հայ վարպետներին։ Դասերի հին սալահատակը կփոխվի նոր գեղեցիկ խճանակարով։ Կհարթվի ամբողջ տաճարի անհարթ եւ անհավասար հատակը, կբարձրացվի ավագ սեղանի բեմը, որը զարդարում են խճանկարով եւ ոսկեզօծումով։ Աշխատանքները ավարտելուց 2 ամիս վերջ տաճարը կորտնվի, ինչից հետո բոլոր հյուրերը կվերադառնան իրենց տները, իսկ Փիլիպոս կաթողիկոսը կուղևորվի դեպի Պոլիս։ Նշեմ, որ Տիգրան Սավալյանց պատմիչը մեզ կհայտնի, որ հույն եկեղեցականներից ոմանք, երբ շինությունները տեսնելու կգան, նախանձով կլեցվին, որ իր հերթին իր հետևանքները կունենա։ Իսկ կաթողիկոսը Կոստանդնուպոլսի գործերը կարգավորելուց հետո կվերադառնում է Էջմիածին, որտեղ 1654 թվականին սկսում է Սուրբ Էջմիածնի տաճարի զանգակատան շինարարությունը։ Սակայն նրան մեծապես խանգարում էր տեղի կառավարիչը Մահմեդ Օղլուն, որը իր անտանելի բնավորության պատճառով արդեն վաստակել էր անգամ իր մերձավորների ատելությունը, բայց չնայած նրա սպառնալիքներին քանդել շինությունը, կաթողիկոսը դանդաղորեն, սակայն անդադար շարունակում է շինարարական աշխատանքները։ 1655 թվականին մարտի 25-ին Սուրբ կաթողիկոսը ավանդում է իր հոգին։ Էջմիածնի ամբողջ միաբանությունը որոշում է նրան թաղել զանգակատան ներքո տաճարի մուտքի մոտ, սակայն Մահմեդ Օղլուն նորից խոչընդոտում է, արգելելով նրան այնտեղ ուղարկավորել։ Մինչ միաբանությունը փորձում էր համոզել կառավարիչին, Սուրբ կաթողիկոսի մարմինը 6 օր մնում է տաճարում եւ հրաշքով անփոփոխ է մնում։ Նրա դեմքին ժպիտ էր եւ բոլորի մեջ տպավորություն էր ստեղծում, թե նա կենդանի է եւ պարզապես քնած է։ Սակայն ըստ Աստծո կամքի կաթողիկոս Սուրբ Փիլիպոսը ի վերջո ուղարկավորվում է Սուրբ Կույս Հռիփսիմեի տաճարում, խորանի հյուսիսային կողմում։ Շուտով Մահմեդ Օղլու դեմ ներկայացված բազմաթիվ բողոքների արդյունքում նա պաշտոնանկ է արվում եւ նրան փոխարինում է Նաջաֆ-Խուլի բեկը, որը բարեհաճ էր հայերի հանդեպ։ Նրա օրոք արդեն նոր կաթողիկոս Յուղայեցին 1658 թվականին ավարտում է զանգակատան շինարարությունը։ Պատրիարք Աստվածատուրի օրոք Երուսաղեմի մահմեդականների եւ Սիոնի վերնատան ֆրանչեսկյան վարդապետների միջև տեղի ունենում մի բախում, որի հետևանքով վերջիններս վտարվում են իրենց վանքից։ Հայերը ժամանակավորապես նրանց համար տեղ են հատկացնում Սրբոց հրեշտակապետած վանքում։ Սրա մասին ռուսերենով մի տեսանյութ ունեմ, հուսամ մի օր էլ հայերենով կպատրաստեմ։ Ինչպես նշում է պատմիչ Սավալյանցը, Աստվածատուր Պատրիարքը շատ հեզ ու բարի մարդ էր, եւ հենց այդ հանգամանքով էլ հույները որոշեցին օգտվել, փորձելով գրավել Սրբոց Հակոբյանց վանքը։
Նախ նրանք փորձեցին ստուգել հայ պատրիարքանի ուժը։ 1656 թվականին Զատկի օրը, երբ հայերը պատրիարքի գլխավորությամբ գերեզմանի շուրջ թափորը սկսեցին, հույները հարձակվեցին հայ ուխտավորների և հոգևորականների վրա։ Պատրիարքի սաղավարտը գավազանով հարվածելով գցեցին գլխից, իսկ ինքը պատրիարքը ծեծի ենթարկվեց։ Սակայն նա աղաչում էր, որ հայերը, հայ հոգևորականները ժողովուրդը չարը չարով չպատասխանեն։ Հայերը չբողոքեցին իշխանություններին, իսկ հույները դա համարեցին թուլություն և որոշեցին առաջ գնալ։ Նրանք օգտվելով կայսրության պալատական խռովություններից կաշառում են Կոստանդնուպոլսի վեզիրին և նրանից ստանում են Սուրբ Երկրի եթովպական բոլոր վանքերը և եկեղեցիները, որտև այդ ժամանակ եթովպացիների առաջնորդ Գաբրիելի մահվան պատճառով բոլոր եթովպացիները վերադարձել էին Եթովպիա, իրենց վանքերն ու եկեղեցիները թողնելով հայերին։ Ինչպես տեղեկացնում է պատմիչ Հովհաննիսյանցը, Երուսաղեմում մնում է միայն մի եթովպացի մայրապետ Մարիամը։ Երուսաղեմում այս հարցի շուրջ բոլոր դատական վեճերը, որոնք ծագում էին հայերի և հույների միջև, ավարտվում են հույների օգտին, քանի որ նրանք պնդում էին, թե իբր եթովպացիները հույների հետևորդներն էին։ Այդ ժամանակ Աստվածատուր պատրիարքը Եգիպտոս Մարկոս պատրիարքի մոտ պատվիրակություն է ուղարկում։ Պատրիարքը դատարանում ապացուցում է, որ եթովպացիները, ասորիները ու ղպտիները հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ են, իսկ Երուսաղեմում հայոց պատրիարքը նրանց առաջնորդն է։ Դատարանում նա փաստաթուղթ է ստանում, որով հաստատում է, որ եթովպացիների բոլոր վանքերը պետք է անցնեն հայերի հսկողության տակ, իսկ նրանց պաշտամունքային ծառայությունները նույնպես պետք է կատարեն հայերը, մինչև եթովպական եկեղեցու նոր առաջնորդի նշանակումը։ Սակայն Մարկոս պատրիարքի վկայությունները և այդ փաստաթուղթը Երուսաղեմում որևէ ազդեցություն չեն ունենում։ Այդժամ Աստվածատուր պատրիարքը իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Կոստանդնուպոլիս, ճանապարհին այցելելով հայկական գավառներ ու գյուղեր, հայերին օգնության և աղոթքի խնդրանքով է դիմում։ Կոստանդնուպոլսում պատրիարքը հանդիպում է իր կաթնեղբոր և աշակերտակցի Եղիազար վարդապետին, որն այդ ժամանակ Առզնեի Սուրբ Աստվածածնի վանքի վանահայրն էր և վանքի հարցերով եկել էր Պոլիս։ Նշեմ, որ այսօր այս վանքը խոնարհված է։ Եվ հենց Եղիազար վարդապետի միջնորդությամբ պատրիարքին հաջողվում է վերականգնել եթովպացիների բոլոր իրավունքները, վերադարձնելով նրանց վանքերն ու ունեցվածքը, ինչը իր հրովարտակով հաստատում է նաև երիտասարդ Սուլթան Մեհմեդ IV-ը։ Այս հրովարտակը հայերին կվերադարձնի նաև ծննդյան Սուրբ Այրն ու Մսուրը ու այնտեղ պատարագելու և 21 կանթեղներ կախելու իրավունքները։ Այս հրովարտակը կարտոնի նաև 7 կանթեղներ կախել Քրիստոսի գերեզմանի մեջ և մի հատ կանթեղ և աշտանակներ հաստատել պատանատեղի վրա։ Այս գործի համար պատրիարքը Եղիազար վարդապետին իր փոխանորդն է նշանակում, նրան տալով լիազորություն լուծելու տեղական հարցերը և իր հայեցողությամբ ծախսելու դրամական միջոցները։ 1657 թվականին սեպտեմբերին Սուլթան Մեհմեդ IV-ը կայսրության մեծ վեզիր է նշանակում Կյուպլուրլու Մեհմեդ Փաշային։ Վերջինս համաձայնելուց առաջ ներկայացնում է մի շարք պայմաններ։ Մեծ վեզիրի որոշումները չեն կարող վերանայվել։ Մեծ վեզիրի լիազորում է ինքնուրույն նշանակելու, խրախուսելու կամ պաշտոնից ազատելու պետական պաշտոնյաներին։ Մեծ վեզիրը կարող է առանց սուլթանի խորհրդի որոշումներ կայացնել բողոքների վերաբերյալ։ Ոչ ոք պալատում իրավունք չի ունենա միջամտել պետական գործերին։ Եվ սուլթանը համաձայնվում է այս պայմաններին։ Շատ չանցած հույները կաշառում են նաև այս վեզիրին, և նա նրանց վերադարձնում է եթովպական բոլոր վանքերը։ Շուտով հույները սկսում են սուտ վկայություններ տալ Եղիազար վարդապետի դեմ, իբր թե նա է զավթել եթովպական վանքերը, և միաժամանակ նրանք պահանջում են նաև Սրբոց Հակոբյանց հայոց վանքը։
Մեհմեդ Փաշան նրանց տալիս է այդ իրավունքը եւ որոշում է նաեւ Եղիազար վարդապետին ձերբակալել։ Պատրիարքը վերադառնում է Երուսաղեմ, իսկ Եղիազարը փախչում է եւ շուտով ապաստանում է Դամասկոսի կառավարիչ Թիարողլիի մոտ, որը նրան չի հանձնում Կոստանդնուպոլիս, հույս ունենալով ստանալ փրկագին, երբ լուծի վանքի հարցը։ Բայց այդ Թիարողլին ինքն էր ընդդիմադիր մեծ վեզերին եւ համարվում էր 18 ապստամբ իշխաններից մեկը։ Չնայած հայերի բոլոր ջանքերին, նրանք չկարողացան կանխել վեզիրի որոշումը։ 1658 թվականին հայերին վտարում են վանքից, Սուրբ Հակոբ վանքից, դռները փակվում են, իսկ բանալիները հանձնում են Դամասկոսի կառավարիչ Թիարողլիին։ Հայերը տեղափոխվում են Երուսաղեմի Սուրբ Փրկիչ-վանքը եւ Բեթխեհեմ, չիմանալով հետագա իրադարձությունների մասին։ 1658 թվականի Սուրբ Փրկչի վանքի գրված շարակնոցի հիշատակարանում կարդում ենք հետևյալը. «Եվ ահա 30 օր եղավ, որ Սուրբ Հակոբա դուռն փակ է, եւ զբանալին արյալ տարան առ Շամայ Փաշային, եւ վերջինն ոչ գիտենք թե որպես լինի»։ Դամասկոսի կառավարիչ Թիարողլին նամակ է գրում Մեհմեդ Փաշային, խնդրելով վանքը վերադարձնելու հայերին, եւ բերում է վկայություններ, որ այն ի սկզբանե պատկանել է հայերին, սակայն Մեհմեդ Փաշան պատասխանում է. «Տվածս տված է»։ 1658 թվականի զատկական տոներին հայերին հաջողվում է համոզել Թիարողլիին, որպեսզի նա թույլ տա, որ Քրիստոսի հարության տոնը տոնեն Սրբոց Հակոբյաց վանքում, հատկապես որ ուխտավորների թիվը մեծ էր։ Տոներից հետո Թիարողլին կրկին վերցնում է բանալիները, սակայն թույլ է տալիս, որ հայերը ծածկապես մնան եւ ապրեն վանքի տարածքում։ Շուտով հույները կարողանում են նաեւ Թիարողլիին կաշառել։ Ստանում են բանալիները եւ հոգեգալուստի տոնին մայիսի 17-ին զավթում են վանքը։ Այնուամենայնիվ, վանքում պահկված հայ վանականներին թույլատրում են ապրել վանքի հյուսիսային հատվածում, Փոշեթաղ կոչված տարածքում, բայց խստորեն արգելվում է մտնել կամ դուրս գալ գլխավոր դռնից։ Նրանց համար բաց էր մնում միայն փոքր դուռը վանքի հյուսիսային պատի մեջ։ 10-րդ դարի կեսերին այդ դուռը արդեն փակված էր եւ այդպես էլ մնում է մինչեւ այսօր։ Այդ դուռը նայում էր Սրբոց Հակոբյանց փողոցի վրա։ Ինչպես գրում է պատմիչ Սավալանյանցը, աննկարագրել էր հայերի վիճակը, հույների կողմից ծաղրանքների եւ նվաստությունների ներքո, սակայն Աստծո ճանապարհները անքննելի են։ Կոստանդնուպոլսի հույն պատրիարք Բարթենիոս III նամակ է գրում ռուսաց կայսր Ալեքսիին, խնդրելով նրան գալ եւ գրավել Օսմանյան կայսրության մայրաքաղաքը, քանի որ ըստ նրա կայսրությունում քաոս էր տիրում եւ խռովություններ էին սկսել։ Նամակը պատահաբար ծովապետի ձեռքն է ընկնում եւ ի վերջո հասնում է սուլթանին, վերջինս ստուգելով հանգամանքներն ու պատրիարքի կնիքը հույներին դատապարտության է ենթարկում։ Սուլթանի հրամանով պատրիարքը կախահան է բարձրացվում իր պատրիարքական զգեստներով։ Նրա մարմինը 8 օր կախված է մնում, հետո կապելով ձիու պոչին քարշ են տալիս եւ նետում ծովը։ Շատ նշանավոր հույներ փախչում են, նրանց թվում էր եւ Երուսաղեմի հույն պատրիարքը։ Ի դեպ, հույն եկեղեցին Բարթենիոս III պատրիարքին այսօր որպես սուրբ նահատակ է պաշտում։ Այդ ժամանակ մահապատժի են ենթարկվում նաև շուրջ 4000 մարդ, որոնք ներգրաված էին կայսրության դեմ դավադրության մեջ։ Բայց այն բանի փոխարեն, որ հայերը օգտվեին այս իրավիճակից վանքի հարցերը լուծելու համար, նրանք Կոստանդնուպոլսում զբաղված էին պատրիարքական աթոռի շուրջ պայքարով, եւ այդ պատճառով Սրբոց Հակոբյաց վանքի վերադարձի հարցը մնում էր երկրորդական։ Բացի այդ, Եղիազար վարդապետի եւ Դամասկոսի կառավարիչ Թիարողլիի բարեկամությունը դուր չէր գալիս մեծ վեզիրին, եւ այդ իսկ պատճառով հայերի խնդրանքները Սրբոց Հակոբյանց վանքի վերաբերյալ անտեսվում էին։ 1658 թվականի նոյեմբերին Եղիազար վարդապետը ազատվելով գերությունից ուղևորվում է Կոստանդնուպոլիս։
Այնտեղ նա գաղտնի է ապրում մինչև 1659 թվականի փետրվարը, երբ նրան մատնում են և հասցնում մեծ վեզիր Մեհմեդ Փաշայի մոտ։ Սակայն իր խոսքի հզորությամբ և իմաստուն ինքնապաշտպանությամբ նրան հաջողվում է խուսափել մահապատժից, որ այդ նույն ամսին փետրվարին սպասում էր բազմաթիվ ապստամբ կառավարիչներին, այդ թվում նաև Դամասկոսի կառավարիչ Թիաղլօղլուին, որը նույն ամսին էլ գլխատվել էր։ Մարտի վերջերին Եղիազարը ազատ է արձակվում և անմիջապես սկսում է զբաղվել իր գլխավոր գործով՝ Սրբոց Հակոբյանց վանքի վերադարձի հարցով։ Նրա խնդրանքով մեծ վեզիրը պետական պաշտոնյաներ է ուղարկում Երուսաղեմ, որոնք պետք է տեղում քննեին իրավիճակը և հավաքեին վկայություններ քաղաքի նշանավոր մահմեդականներից։ Բոլոր վկաներն էլ միաձայն վկայում են, որ այս վանքը հնուց պատկանել է բացառապես հայերին և հույները այստեղ որևէ կապ չունեն։ Այդ ժամանակ մեծ վեզիրը ուղևորում է սուլթանին Պրուսիա, հետո Կարին, ուր նույնպես մեկնում է Եղիազար վարդապետը իր հետ, ունենալով բազմաթիվ նվերներ։ Այդտեղ 1659 թվականի սեպտեմբերին խաչվերացի տոնի մոտ օրերին սուլթանը հրովարտակ է ստորագրում, որով վանքը և նրա բոլոր իրավունքները վերադարձնում են հայերին։ Եվ հենց որ Եղիազար վարդապետը վերադառնում է Երուսաղեմ 1659 թվականի նոյեմբերին, 1 տարի և 6 ամիս տառապանքներից հետո, հայերը վտարելով հույներին վերականգնում են իրենց իրավունքները և վերադարձնում են Սրբոց Հակոբյաց վանքը։ Շատ չանցած Երուսաղեմի պատրիարք է ընտրվում Եղիազարը, որը պատմիչների վկայությամբ եղել էր բավականին փառասեր մարդ։ Նա որոշում է իրեն հռչակել Երուսաղեմի և Օսմանյան տիրապետության ներքո գտնվող բոլոր հայերի կաթողիկոս։ Նույնիսկ Սուրբ Մեռոն է օրհնում, որի ձեթը պատրաստված էր Սրբոց Հրեշտակաբաց վանքի Սուրբ Ծառի զեյթուններից։ Սակայն չնայած իր փառասիրությանը, Եղիազար պատրիարքը շատ բան է անում Սուրբ Աթոռի փառքի և հզորացման համար։ Նրա օրոք կառուցվում է Սուրբ Էջմիածին եկեղեցին, որը միացված է Սրբոց Հակոբյանց տաճարին, ժամանակին գավիթի պես է եղել։ 1663 թվականին նա կառուցում է նաև վանական շինությունների նոր համալիր Աբեղաթաղը, որը նախատեսված էր հոգևորականների համար և ուներ բազմաթիվ խցեր։ Ի դեպ այսօր այն նույն խցերում աշխարհիկ հայեր են ապրում և գտնվում է Սուրբ Հակոբ եկեղեցու դիմաց։ Եղիազար պատրիարքը Ռամլե քաղաքում կառուցում է Սուրբ Գևորգ վանքը, իսկ Յաֆայում Սուրբ Նիկայոս վանքում ուխտավորների համար խցեր և սենյակներ է կառուցում։ Նա իրականացնում է նաև շատ այլ կառուցողական և բարեգործական աշխատանքներ, որոնք ամրապնդում են Երուսաղեմի Հայոց Աթոռի ներկայությունը և ժառանգությունը Սուրբ Երկրում։ Եվ որպեսզի վերջ դրվի հայ առաքելական եկեղեցու ներքին վեճերին, Եղիազարին 1681 թվականին ընտրում են ամենայն հայոց կաթողիկոս։ Նշեմ, որ իր հայրապետության ընթացքում Եղիազար առաջի այնթափցի կաթողիկոսը վերացնում է Մայրաթոռի նախորդների ժամանակներից մնացած պարտքերը, ինչպես նաև կատարում է մի շարք շինարարական նորոգչական աշխատանքներ։ Կառուցում ու նորոգում է շատ եկեղեցիներ ու վանքեր, պատսպարում է Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանեի վանքերը, հիմնում է վերջինիս գավիթը, կառուցում է միաբանական խցեր։ Մայր Աթոռի ներսում Սուրբ Իջման տեղում կանգնեցնում է 4 սյուներով կաթողիկ է, կառուցում է Մայր տաճարի պատարագ մատուցելու սեղանը, իսկ տաճարի տանիքին կառուցում է ևս 3 զանգակատուն՝ արևելյան, հյուսիսային և հարավային կողմերում, որոնցով տաճարի տանիքը դարձավ 5 գմբեթ։ Ճարտար ու գործերում հաջողակ կաթողիկոսը ուրիշ բազում գործեր էր արել և վախճանվեց 1690 թվականին թաղվելով Սուրբ Գայանե վանքի գավթի աջ կողմում։ Սակայն իշխանության համար պայքարը դրանով չի ավարտվում։ Ներքին խարդավանքներն ու հակամարտությունները բերում են նրան, որ 18-րդ դարի սկզբին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքությունները միավորվում են։
Կոստանդնուպոլսից Երուսաղեմ են ուղարկվում աշխարհիկ ներկայացուցիչներ, ինչպես նաև մայրաքաղաքի հոգևորականներից տեղապահ։ Սակայն այդ աշխարհիկ մարդիկ ագահությամբ լցված Սուրբ Աթոռը հասցնում են աղքատության և պարտքերի եզրին։ Նրանք գրավ են դնում եկեղեցիներն ու եկեղեցական սպասքը, և նրանց մեջ ոչ մի սրբություն չի մնում։ Նրանք նույնիսկ մտնում են միաբանների խցեր և ամեն ինչ խլում։ Օրեր են եղել, երբ միաբանները նույնիսկ ուտելու հաց չեն ունեցել։ Ուխտավորների հոսքը դադարում է։ Նրանցից էր այդ ժամանակ գալիս Սուրբ Աթոռի հիմնական նյութական օգնությունը։ 1713 թվականին Տարոնից Կոստանդնուպոլիս է գալիս Հովհաննես վարդապետը իր Սուրբ Կարապետի վանքի գործերով։ Նրա առաքինի կյանքը տեսնելով Կոստանդնուպոլսի հայերը որոշում են նրան ուղարկել Երուսաղեմ որպես տեղապահ, խոստանալով օգնել նաև պարտքերի հարցում։ Առաջին հերթին նա գրավից է ազատում Սրբոց հրեշտակապետած վանքի այգին և Տիրոջ գերեզմանի արծաթե կանթեղները, բայց բոլոր պարտքերը միանգամից մարել չի կարողանում և դատարանից ժամանակ է խնդրում, խոստանալով հետագայում ամբողջությամբ մարել մնացածը։ Վերադառնալով Կոստանդնուպոլիս նա 1715 թվականին ժողով է գումարում, որտեղ պատմում է աշխարհականների չարագործությունների մասին, նաև իր տարանում տրված երաշխավորության մասին։ Բայց ամենակարևորը նա մատնանշում է և լուծման ուղին՝ երկու պատրիարքությունների իրարից բաժանել և Երուսաղեմի նոր պատրիարք ընտրել։ Երբ նրանից հարցնում են, թե ում է ցանկանում տեսնել Սուրբ Աթոռի պատրիարք, նա ցույց է տալիս իր ընկերոջը՝ Գրիգոր վարդապետ Շիրվանցուն, Սուրբ Կարապետ վանքի վանահորը, որը հայտնի է լինելու որպես Գրիգոր Շղթայագիր։ Իսկ նրան՝ Հովհաննես վարդապետին, 1715-ին սեպտեմբերի 12-ին ընտրում են Կոստանդնուպոլսի պատրիարք, ով հայտնի է պատմության մեջ որպես Հովհաննես Կոլոտ պատրիարք։ Ի դեպ, եթե հետաքրքիր է, հայերենով կա մի հրաշալի պատմավիպակ «Երկու ուխտավորները»։ Հեղինակն է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, որը այսօրվա Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքն է։ Վիպակը պատմում է սուրբ պատրիարքներ Հովհաննես Կոլոտի և Գրիգոր Շղթայագրի մասին։ Գիրքը վաճառվում է Սուրբ Էջմիածնի գրախանութում կամ կարելի է ներբեռնել նաև կայքից։ Հղումը կտեղադրեմ այս տեսանյութի նկարագրության մեջ։ Այսօր այսքանը։ Շնորհակալ եմ ձեզ, Աստված ձեզ պահապան։